Բարև իմ շատ սիրելի հետևորդներին, հարազատներիս, իմ ամենասիրելի հետևորդներին ու բաժանորդներին։ Սիրելիներս ինչպես եք։ Այս աղցանը, որ հիմա ձեզ պետք է ներկայացնեմ, իմ ամեն օրյա աղցանն է։ Ի նկատի ունեմ, որ ես եմ ուտում, ոչ թե ընտանիքի անդամները, այլ իմ աղցանն է, որովհետև ես իմ կամ ընթրիքը կամ ճաշը լինում է այս աղցանը։ Հիմա ձեզ հետ եմ կիսվում ու ասեմ, որ շատ առողջ լինելուց բացի չգիրացնող աղցան է։ Ես չեմ սիրում նիհարեցնող բառ ասել, բայց չգիրացնող սիրում եմ, որովհետև եթե դուք սնվեք այսպիսի աղցաներով, հաստատ չեք գիրանա։ Սիրելիներս, ռուկոլայով աղցան եմ պատրաստելու իմ ամենասիրած կանաչեղենից մեկն է։ Ես այստեղ ռուկոլան, որ ձեռք եմ բերում, լվանում, չորացնում ու հենց իր տուփի մեջ այսպես պահում եմ։ Շատ եմ սիրում իր դառնահամությունն ու կծու համը ինձ հիշեցնում է մեր համեղ կանաչի կոտեմին, դրա համար երևի Իտալիայում սա ուտում եմ, որպեսզի ես էլ այսպես ասած ինձ փառատեմ, որովհետև այստեղ չկան մեր կանաչիները։ Ես էլ սրանից եմ օգտվում։ Ուրեմն ասենց մի լավ փունջ, այսպես ես հիմա այսքանը որ պատրաստում եմ, այդքանն էլ ուտում եմ։ Ոչ թե սրանից վերցում եմ ուտում եմ, հենց այսքանը ես ուտում եմ։ Չասեք շատ է, որովհետև շատ չի։ Եթե մենք հաշվենք ամբողջ կալորիականությունը, որ ես այստեղ եմ ներդնում, հնարավոր է, որ մի փոքրիկ պաստա մակարոնեղենի ափսե լինի, այնպես որ նկատի ունեցեք։ Ուրեմն, սա ռուկոլան է։ Ինչ եմ ավելացնում։ Սովորական զեյթուն։ Առանց կտրատելու եմ ես ավելացնում, դուք կարող եք կտրատել, որովհետև առանց կորիզը փոքր տեսակն եմ ընտրում, ամենակարևորը կանաչ տեսակն եմ ընտրում, որովհետև ավելի ճիշտ ու ավելի առողջ է։ Իմիջայլոց զեյթուն օգտագործելը շատ առողջ ճարար է։ Չեք փոշմանի, եթե հաճախ օգտագործեք։ Ավելացնում եմ վարունգ եւ լոլիկ, սա պարտադիր է։ Ես հիմա այստեղ լոլիկը մի հատ եմ ավելացնում, բայց սովորաբար ավելի շատ եմ ավելացնում, քանի որ տեսանյութ եմ նկարում, չեմ ուզում ուղղակի լոլիկով լցնել, այսպես կտորներ եմ անում, հենց անմիջապես աղցանի վրա ավելացնում եմ։ Մանր կտրատում եմ, որպեսզի ուտելուց էլ հարմար լինի։ Իդեպ իտալացիները աղցաներ պատրաստելուց սիրելիներս մատուցում են առանց համեմելու, աղ, պղպեղ, ձեթ, քացախ, իրենք չեն ավելացնում։ Յուրաքանչյուրը իր բաժինը ուտելուց նոր է համեմունքներ ավելացնում, որովհետև իրենց համար ընդունելի չի, երբ որ աղցանը արդեն համեմված է, որովհետև նախ տեսքն է կորցնում եւ հետո շատերը օրինակ քացախ չեն սիրում, շատերը ձեթը օրինակ չեն նախընտրում, մի խոսքով, այդպես ավելի առողջարար ու ճիշտ է եւ աղցանը իր տեսքն ու ամբողջ էությունը պահպանում է։ Վարունգն էլ հենց այսպես ձեռքով, ինչպես ենք տանը կտրատում, արագ, այսպես սիրուն կտրատում ենք։ Տնավարի սիրուն աղցան ենք պատրաստում։ Վարունգից հետո ավելացնում եմ պարտադիր որևէ տեսակի միս, կամ ձուկ կամ միս։ Հիմնականում աշխատում եմ օգտագործել ձուկը, օրինակ թունատեսակի ձուկն եմ շատ սիրում եւ օգտագործում եւ նատուրալ տարբերակը եւ ձեթի մեջ տարբերակը, կամ եթե օգտագործում եմ աղցանի մեջ միս, աշխատում եմ առանց կոնսերվանտների միս օգտագործել, օրինակ հավի կրծքա միս օգտագործել, երշիկ եղենից հեռու ենք մնում այս տարբերակում։ Հիմա այս անգամ ես պատրաստում եմ թունաձկով, այսպես մի փոքրիկ մանրացնում եմ ու տեղ ավելացնում եմ։ Իդեպ թունաձուկը շատ առողջ ճարար է, օգտագործեք, եթե հնարավորություն կա, եթե վաճառում եք խանութներում, դե ինձ տարբեր տեղերից դիտում եք, տարբեր քաղաքներից, ես միշտ էլ ասում եմ փոխարինող ինչ կարող եք օգտագործել։ Ամենակարևորը պարմեզան պանիրն է։ Ուզում եք մանրացված վիճակում ավելացրեք, ուզում եք կտորներով։ Առանց սրա իմ աղցանը ուղղակի գոյություն չունի։ Այսինքն իմ աղցանը հարուստ է եւ սպիտակուցներով, եւ ածխաջրերով, ամեն ինչով։ Պարտադիր չիայի սերմեր, շատ կարևոր է օգտագործել չիայի սերմերը, որովհետեւ եւ շատ առողջ ճարար է եւ հետո մեր օրգանիզմում այն ուրճում է եւ քաղցի զգացողությունը թուլացնում է եւ խառը այսպիսի սերմեր։ Ես ձեռք եմ բերում խանութից, արդեն պատրաստի վիճակում,
տարբեր տեսակի սերմեր մարսողության համար եւ առողջության համար շատ կարեւոր է, անպայման օգտագործեք։ Սիրելիներ, հիմա համեմելու ենք քիչ աղ, պարտադիր քիչ աղ, որքան քիչ այնքան լավ։ Սև աղացած պղպեղ ենք անելու։ Ես տեղում աղացած պղպեղն եմ շատ սիրում, որովհետև համուհոտ է տալիս։ Հիմա ձեթ եւ քացախիլ կանեմ, որովհետև հիմա ես պետք է ճաշեմ, հենց սա էլ կուտեմ, շատ հանգիստ կարող եմ այնպես որ միանգամից համեմել։ Օգտագործում եմ զեյթունի ձեթ։ Աղցանների մեջ միայն ու միայն զեյթունի ձեթ եմ օգտագործում, որովհետև շատ առողջարար է։ Մի փոքրիկ քացախ, սովորական խաղողի քացախ եմ ես օգտագործում, բալզամիկ քացախ այդքան էլ չեմ սիրում, համի ինձ այդքան էլ դուր չի գալիս, 1000-ից 1, եթե բաղադրատոմսը խիստ պահանջում է։ Եվ իհարկե ձեթը, 2 ճաշի գթալի չափով կամ 1 ճաշի գթալ, կախված է թե ինչ չափի է աղցանը։ Հիմա ես այս աղցանը չեմ խառնելու, պահում եմ մի 5 րոպե, հետո արդեն խառնում եմ եւ անուշ եմ անում, սիրելիներս, տեսեք որքան գեղեցիկ տեսք ունի։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ հետ եկի մալիքում եք, անպայման պատրաստեք, անուշարեք, առողջացնեք որքան հնարավոր է, որովհետև հիմա խանութներում որքան վատ բան կա վաճառում են, որքան կոնսերվանտներ կա օգտագործվում է, արդեն քիչ ուտելով էլ լավ գիրանում ենք, արդեն չգիտենք էլ ինչ ուտենք, որպեսզի առողջացնենք, այնպես որ ես ձեզ մի քիչ կօգնեմ։ Դե ինչ, հաջողություն բոլորին, ես հիմա կփորձեմ աղցանը ձեզ կասել ինչպեսի համ ունի։ Իմ համար նորություն չի, բայց կասեմ ձեր համար։ Մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Այս ինչ հոմեղ է, տիրեմ։